շմոլ գազ կամ թերայրում։ Երբ նախորդ թողարկմանը հեռարձակեցինք երկնագույն օգտակար, բայց թունավոր վերնագրված տեսանյութը, զուգահեռաբար ներկայացնելով գազից թունավորումների տխուր վիճակագրությունը, չենք մտածում, որ ընդամենը 2 օր անց ողբերգություն է տեղի ունենալու Արարատի մարզում եւ որ թունավորումից տարեսկզբից արձանագրված զոհերի թիվը կավելանա եւս 2-ով։ Խոսքը Նշավան գյուղում 80-անց ամուսինների մահվան մասին է։ Փրկարարները դիերը հայտնաբերել են նրանց տանը ու անգամ աննշան զննությունը բավարար է եղել հասկանալով, որ մահվան պատճառը գազի թերայրումն է։ Պարզվել է գազօջախի վրա խաշ են եփել ու հավանաբար ննջել են, չզգալով, որ խաշն այրվում է։ Գազօջախի վրա հայտնաբերվել է նաև մոխրացած կաթսան։ Նորից հիշեցնեմ, որ վիճակագրությամբ նման դժբախտ պատահարները տեղի են ունենում հիմնականում ձմռանը, հետևաբար ավելորդ զգոնությունը ամենևին էլ չի խանգարի, առավել եւս որ շմոլ գազը անհոտ է։ Եվս մեկ անգամ ստուգեք ձեր բնակարանների ձայնը ազդանշանային սարքերը եւ անսարքության դեպքում անմիջապես մասնագետ հրավիրեք։ Իսկ հիմա աղմկարույց մի վթարի մասին, որի պատճառը դժոխային արագությունն է եղել։ Արմավիրի մարզում Մերսեդեսի, ճանապարհային ոստիկանության Տոյոտայի եւ 07-ի բախման հետևանքով մահացավ 2 մարդ՝ Մերսեդեսի վարորդ 29-ամյա Էդուարդ Թորոսյանն ու ճանապարհային ոստիկան 49-ամյա Կնյազ Հովհաննիսյանը։ Մեղավորը Մերսեդեսի վարորդն է եղել, որը մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել մյուս 2 մեքենաներին։ Մեր տեղեկություններով մինչև վթարը Արմավիր-Երևան ավտոճանապարհի տեսախցիկներն ու արագաչափերը մի քանի անգամ ֆիքսել են Մերսեդեսի վարորդի խախտումները, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, բերեմ մեկ տվյալ։ 800 մետր հեռավորությունը Մերսեդեսը կտրել է ընդամենը 28 վայրկյանում։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Ինչևէ, դժբախտացավ 2 ընտանիք ու կադրերը դիտելով թերևս շատերը դասքաղ են։ Փորձը ցույց է տալիս, որ արագության գերազանցման անթույլատրելիության վերաբերյալ կոչերը այդքան ազդեցություն չեն ունենում, որքան դրա հետևանք դժբախտությունների կադրերը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամչյանի, երբ անտեսվում է սեփական կյանքը տեսանյութում։ Ժողովուրդ ջան, նախորդ շաբաթվա օրինակով անցնող շաբաթը նույնպես առատ էր դժբախտ պատահարներով եւ ավտովթարներով։ Սակայն տարբերությունն այն է, որ արձանագրված գրեթե բոլոր դեպքերում գերակայողը սուբյեկտիվ գործոնն է, այսինքն ինչ լինում է, մարդու խելքից է լինում։ Սկսենք փետրվարի 15-ի փառաքարի արագընթաց ճանապարհին տեղի ունեցածից։ Համաձայն եմ տեղի բնակվողների այն տեսակետի հետ, որ արագընթաց այս ճանապարհը խիտ-խիտ տեղադրված ճաղավանդակների պատճառով վերածվել է իսկական կաշմարի, որ դրա պատճառով տասնյակ վթարներ են արձանագրվում, սակայն այս մեկը թերևս բացառություն է։ Էնի քարը հանում են ու ավտոն հանգիստ ելնում էր։ Вообще հերնանից վավ ավտոյի։ Մի ես Նիսանին նայեք, ես չեմ դուք եք, ինչ պետք է խանգարեր նրան, որ հայտնվեր այս վիճակում, ասեմ, արագության գերազանցումը։ Լավ, դժվար է հասկանալ, որ այս առանց այն նեղլիկ հատվածում արագության գերազանցումը ուղղակի հակացուցված է, որ եթե հանկարծ կողքիդ հայտնվեր քեզանից ավելի լիխաչ, վթարային իրավիճակը պատրաստ է, բայց չեն ըմբռնում ու արդյունքում լինում է այն, ինչ հիմա դիտում եք։ Առանց այն էլ շիկացած մթնոլորտ էր, թե ասա դու ինչ ես մեյդան ընկել։ Մինչ վթարված Նիսանի վարորդը մի քանի քաղաքացիների հետ փորձում էր մեքենան շողոլի բերել, չգիտես որտեղից հայտնվեց մարզական հագուստով այս սափրագլուխը ու սկսեց ափր-ցփր բերանը բացել։ Ինչ էր հայոյում, ում էր հայոյում, այդպես էլ անհասկանալի մնաց։ Ու եթե չլինեին մի քանի երիտասարդներ, որոնք կարողացան սրան սանձել ու այռուս կտրածին վերածեն խոնար հարսի, հետևանքները կարող էին տխուր լինել։ Թե ասա ինքնահաստատման խնդիր ունես, գնա քեզ դրսևորի այլ ասպարեզներում, թե կյանքիդ միակ նպատակը կուշտ փորով հաց ուտելն է։ Այստեղ են ասում փորը կուշտ, տակը չոր։ Արդեն որևէ դեպքն է, երբ վթարի վայրում հայտնվում են նման կարգի երևույթներ ու սկսում համերգ տալ։ Զգուշացնում եմ, ոչ մեկի չեմ անտեսել ու դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ում ես գորը, մալա։ Հա, շոֆեր ես։ Հա, շոֆերի ողջունակ կողից մենքան ես գիրած է։ Բացը շոֆերի, մարը չակ կպուրանը, մարը։
Գրեթե նույն իրավիճակը, բացի շուռ եկած այս Սուզուկից այլ մեքենա տեսնում եք, պիտի լինի որ տեսնեք։ Պարզապես ի տարբերություն նախորդ դեպքի, այս մեկը ունի որոշակի արդարացում, չնայած քանի կոպեկ արժի այդ արդարացումը։ Եթե ասեմ, որ դեպքը տեղի է ունեցել առավոտ կանուխ ժամը 7:30-ի սահմաններում ու ինչպես տեսնում եք, տաքսի մեքենայը արդեն հասկանալի կլինի։ Ամբողջ գիշեր քշող մարդը պարզ է, որ կարող է ֆիզիոլոգիական խնդիրներ ունենա ու ինչպես բազմիցս ենք ներկայացրել, նման իրավիճակները անխուսափելի են։ Հայ-ռուս գազարդիմնակության դիմաց տրանսպորտային միջոցը շուռ եկել։ Կա վիրավոր, կարգախմբերը մոտենալ եւ զեկուցել իրավիճակի մասին։ Դեպքը տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում։ Սա այն հատվածն է, որը շատերը կոչում են մահվան ճիրան։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ու իմ տեղեկություններով նրա կյանքին փառք Աստծո վտանգ չի սպառում։ Թերևս տաքսի ծառայությունների ղեկավարներին ստրկատիրական համակարգը գոնե ֆեոդալականով փոխարինելու եւս մեկ կոչը անօգուտ է։ Միևնույն է, նրանց հետաքրքրում է միայն իրենց գրպանի պարունակությունը։ Իսկ թե տվյալ տաքսի ավտոմեքենայում կարող էր գտնվել նաեւ ուղևոր ու հայտնի չէ, թե ինչով կարող էր ավարտվել, նրանց քիչ է հուզում։ Կարևորը իրենց թափաները լիքը լցվի։ Իդեպ լիովին համաձայն եմ նաև իմ գործընկեր Սոնա Դանելյանի հետ, որ տաքսու վարորդների բուժնումը վերացնելը ուղղակի աբսուրդ է։ Անփորձանք երթևեկություն մեր ուղևորներին։ Այ քեզ բան, ու նորից տաքսի։ Էս էլ մայրաքաղաքի մյուս վտանգավոր հատվածի Իսակովի պողոտան, Միացյալ Նահանգների դեսպանատան առջև։ Մեկ մտածում եմ, որ դեսպանատան ամերիկացի աշխատակիցները արդեն իմունիտետ են ձեռք բերել ու վերադառնալով Ամերիկա հաստատ էլ ոչ մի բանի վրա չեն զարմանա։ Այս անգամ նրանց ադրենալինը բարձրացրին անի տաքսի ծառայության Ռենոն ու Նիսան Տիաննան, որոնց բախման հետևանքով Ռենոն գլխի վրա շրջվել էր։ Այս սրա մասին է ասում։ Ի տարբերություն նախորդ դեպքի, այս անգամ տաքսին ուղևոր է ունեցել, այն էլ 3 հոգի։ Տաքսու վարորդն ու ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց ու բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Բայց բնական հարց է առաջանում, ով է մեղավոր տեղի ունեցածում։ Այստեղ կարծիքները իրարամերժ են։ Ըստ այդմ Նիսանի վարորդը 21-ամյա Հենրիկ Բաղդասարյանը հարվածել է առջևից ընթացող տաքսին ու առաջին հայացքից բնականաբար մեղավորը ինքը պետք է լինի, քանի որ հարվածել է հետևից։ Սակայն երիտասարդը պնդում էր, թե մեղավորը տաքսու վարորդն է, որը ստեղծել է վթարային իրավիճակ։ Ով է ճիշտ, ով սխալ կպարզի նախաքննությունը։ Միայն մեկ նկատառում, դեպքը կրկին տեղի ունեցել արագընթաց ճանապարհին։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, արագության գերազանցման գործոնը բացառել չի կարելի։ Ինքն մի հատ հետազոտեն։ Դժգույ ջան, հարոտնա։ Լավ, զգացել բայց հիմա ոնց որ Չէ, ուղևոր կա, ուղևորին տարել եմ։ Տաքսիների հետ դժբախտ պատահարների քանակով կարող են մրցել միայն ուղևորատար միկրոավտոբուսները։ Այս դեպքում սակայն չեմ մեղադրի միկրոավտոբուսի վարորդ 60-ամյա Մանվել Սարգսյանին։ Վերջինս Կոմիտաս Պողոտայի 56 շենքի դիմաց տեսնում եք, թե ինչպես է վրաերթի ենթարկում նույն շենքի բնակիչ 76-ամյա Շուշանիկ Նահապետյանին։ Թերևս նկատեցի, որ Տարեցկինը ճանապարհը հատում էր հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Այո, համաձայն եմ, որ վարորդը պետք է ավելի զգոն լիներ, ճիշտ վերադասավորվեր, սակայն եթե տատիկը ավելի ուշադրի լիներ, նման բան տեղի չէր ունենա։ Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց դեպքը եւս մեկ առիթ է տարեց մարդկանց զգոնության կոչ անելու։ Հարգելիներս, սիրելիներս, գիտեմ, որ ձեզ համար դժվար է մինչև հետիոտնի համար փողոցը կտրելը, նախատեսված վայր հասնելը, սակայն մի քիչ մտածեք ձեր մասին։ Լավ է մի քանի մետր ավել քայլել, քան այս վիճակում հայտնվելը։ Ցավոք, տեսանյութի երկրորդ մասում տեղ գտած բոլոր դեպքերը ողբերգական ավարտով են։ Ու սկսեմ Լոռիում, ավելի ստույգ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող տարածքում կատարվածից։ Վթարը, որը խլեց 39-ամյա Ալեքսանդր Սեդրակյանի կյանքը, իսկ 33-ամյա Արման Հաջյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, ցավալի է։ Չեմ ուզում նախաքննությունից առաջ ընկնել, սակայն իմ խորին համոզմամբ կրկին գործ ունենք արագության գերազանցման եւ զգոնության բացակայության հետ։ Ես արունի նմանացրի վրա, ես ես ծալված մարդու ոնցով։ Նիսանը, որն այժմ տեսնում եք, կանյոն ռեստորանային համալիրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 30 մետր գլխի վրա շրջվելով հայտնվել ձորում։ Դեպքի վրա ժամանած քննիչներն ու ճանապարհային ոստիկանները երկար ժամանակ փորձում էին պարզել մահացածի եւ վիրավորի ինքնությունը։ Նախնականով պարզել են, որ մեքենան հաշվառված է 49-ամյա Լևոն Սիրադեղյանի անվամբ եւ փորձում էին հասկանալ, թե արդյոք նշված անձնավորությունը մեքենայում եղել է, ինչպես հասկացակ, ոչ։ Իսկ մահացած վարորդը աշխատել է Կարալետե ընկերությունում որպես առաքիչ։
Ողբերգական ելքով հաջորդ վթարը տեղի ունեցավ փետրվարի 17-ին Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին բախվել են 60-ամյա Վալերիկ Վերդոյանի 07-ն ու 40-ամյա Հովիկ Մակարյանի Opel Astra-ն։ Մեղավորի հարցում կարծես երկրորդ կարծիք չկա։ Վթարը տեղի ունեցել Opel-ի հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու հետևանքով։ Թերևս մեքենաների վիճակը դիտելով դուք էլ կհասկանաք, ով ողբերգությունից հնարավոր չէր խուսափել։ Ցավալին այն է, որ նման կարգի վթարների դեպքում մեքենաներում նաև ուղևորներ են լինում։ Այս դեպքում հիվանդանոց էին տեղափոխվել միանգամից 4 հոգի, վարորդներն ու 2 մեքենաների մեկական ուղևորները։ Նրանց մեքենաներից դուրս են բերել այդ պահին այդտեղով անցնող մի քանի ավտոմեքենայի վարորդներն ու քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ 4-ն էլ անմիջապես տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանում, որտեղ վթարից 3 օր անց 07-ի ուղևոր 59-ամյա Լարիսա Աբրամյանը մահացավ։ Ահավոր էր ժողովուրդ ջան։ Հետ պապիրոսով արի։ Դեսյան կային։ Մինչ կներկայացնեմ ողբերգական ելքով 2 վթարներն ու աղմկահարույց վթարի մանրամասները, անդրադառնամ Արարատի մարզի Նշավան գյուղում շատ ցավալի մի դեպքի։ Այո, բազմիցս ենք նշել, որեն անտեր շմոլ գազը իսկական չարիք է դարձել։ Միայն այս 2 տարվա մեջ ներկայացրել եմ անհոտ այդ չարիքի հետևանքով ողբերգական 6 դեպք։ Նույնիսկ արթուն վիճակում չես կարողանում զգալ վտանգը, եթե իհարկե ձայնազդանշային սարքը չի գործում, ելուր մնաց քնած վիճակում, տարեց մարկանց դեպքում։ Քնում ես չես հոգնածնում է։ Երբ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ազանգ էր ստացվել, որ Նշավան գյուղի Շիրակի փողոցի 38 տանը մահացածների դիերկան պարանոյան տարել էր օպերատիվ բոլոր ծառայությունների աշխատակիցներին։ Գյումրիում տեղի ունեցած դեպքը մինչև հիմա հանգիստ չի տալիս։ Սակայն հասնելով դեպքի վայր եւ մտնելով նշված տան խոհանոց, փրկարարների եւ ոստիկանների առջեւ այլ պատկեր բացվեց։ Բայց գոնեսի բացին էլի։ Բաց թողին էլի։ Ես խաշը դրել եմ աչքի աչքի։ Քունները տալ հաստատել են, խաշը վառ պատցել։ Մահացածները տարեց ամուսիններ էին 81-ամյա Ֆելիքս Հովանեսյանն ու 85-ամյա Սեդա Սարգսյանը։ Թեպետ նախաքննությունը վերջնականապես կտա մահվան պատճառը, բայց նախնական եզրակացությունը հետևյալն է։ Ամուսինների մահվան պատճառը եղել է այն, որ խոհանոցում գազօջախի վրա խաշ են եփելիս եղել ու հավանաբար նրանց քունը տարել է, քնել են ու չեն զգացել, որ խաշը այրվում է։ Ինչպես տեսնում եք, գազօջախի վրա կաթսայի մեջ մոխրացած խաշն է։ Սարսափում ես, երբ պատկերացնում ես, որ մարդիկ այդքան ապրեն ու մահանան նման անհեթեթ ձևով։ Ժողովուրդ ջան, խաշի սեզոնը, ավանդույթի համաձայն էլ այն եփում են հիմնականում գիշերային ժամերին, երբ ոչ ոք ապահովագրված չի հանկարծակի վրա հասնող քնից, երբ զգում ենք, որ թուլանում ենք, անմիջապես անջատենք գազօջախը ու խիստ չմոտենանք, ասենք առավոտ ժամը 8-ին հյուրերին ընդունելի պատասխանատվությանը, ցավակցում ենք մահացածների հարազատներին։ Կհաստատեք, որ անցած տեսանյութը ցավոք բավականին հագեցած էր դժբախտ պատահարներով, ավտովթարներով ու քրեական քրոնիկոնով։ Այդ իսկ պատճառով հիշյալ տեսանյութում փետրվարի 4-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրայերթը տեղ չէր գտել։ Այդ օրը երեկոյան ժամը 21:40-ի սահմաններում պետական ագրարային համալսարանի ուսանող 22-ամյա Հակոբ Բեշիկյանը վրայերթի էր ենթարկել ռուս սլավոնական համալսարանի ուսանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի 18-ամյա Նարեկ Միրզոյանին։ 10 րոպե գետիները սկորին չի եկել։ Վարորդը փախուստի չէր դիմել եւ օգնել էր վրայերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ցավալի է, սակայն դեպքից 4 օր անց 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացավ։ Բնականաբար շատերին կհետաքրքրեր այն հացը, թե արդյոք վրայերթի ենթարկվածը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։ Անկեղծ ասած չունեմ այդ հարցի ստույգ պատասխանը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, թե այո, նախատեսված վայրով է անցել, սակայն քննիչը ասում էր հակառակը։ Հետամուտ կլինենք նախաքննության ընթացքին եւ տեղեկատվություն ստանալուն պես կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Իսկ հիմա Նորք Մարաշում տեղի ունեցած վրայերթի մասին, որը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նույնիսկ ամենավատ երազում չէր տեսնի նման բան։ Մինչև հիմա ուշքի չեմ գալիս դեպքի վայրում տեսածիցս։ Երեխայի կոտրված սայլակ, աջ ու ձախ թափված շորեր, ծռված ճաղավանդակներ, մի խոսքով ավերածություններ, ինչին կհանդիպես վրայերթերի շատ քիչ դեպքերում։ Եվ ուրեմն մասնագիտությամբ իրավաբան 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավարի դիմաց վրայերթի ենթարկում Նորք Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ 83-ամյա Անհայտ Կարապետյանին։ Այնուհետև առաջ ընթանալով վրայերթի ենթարկում մայթին կանգնած Նորք Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի բնակիչ 30-ամյա Աննա Հարությունյանին եւ 8 ամսական եկվորյակ եղբայրներ Տիգրան եւ Արման Հարությունյաններին։ Երեխաների մաման այս բանից տրուբից այն կողմ էր։
Դրուբից այն կողմեր եկավ օրթոպեդիկ տարան, ոտը ջարդված էր, ոտը լղկեց էր, դեմքը սաղ այդուցված էր։ Հարվածից սեղմվել է։ Հարվածի արդյունքում վրայերթի ենթարկվածները շպրտվել եւ բախվել էին Թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին։ Վարորդի հետ մեքենայում եղել է նաեւ ուղևոր 59-ամյա Գայանե Ժամկոչյանը, որը վրայերթի ենթարկվածների հետ տեղափոխվել է հիվանդանոց։ Իսկ հիմա ամենադաժանը վրայերթի հետևանքով 8 ամսական եկվորյակներից Տիգրանը նոր-նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել է ճանապարհին մահացել է, իսկ նրա եղբայրը Արմանը, մայրը Աննան ու Անահիտը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Փոքրիկ Արմանին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, սակայն ինձ հետ զրույցում նորքի ինֆեկցիոնի տնօրեն Արա Ասոյանը նշում էր, թե երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Անդեից պետք է Մաս պետք Հիմա պետք է աղոթենք, որ վիրավորները ողջ մնան։ Ինչ վերաբերում է բուն դեպքին, վարորդը ըստ դեպքի վայրում հավաքվածների վրայերթից հետո փորձել է դիմել փախուստի, սակայն դա պետք է պարզվի նախաքննության ընթացքում։ Չգիտեմ, համենայն դեպս վարորդը լինելով մասնագիտությամբ իրավաբան, երևի նման քայլի չդիմեր, կամ գուցե հաշվեհարդարից է վախեցել, թե այլ նկատառումներ է ունեցել, սակայն ճանապարհային ոստիկանների ջանքերով վերջինս անմիջապես հայտնաբերվել է։ Ու հիմա իրավաբանը ոչ միայն պատասխան կտա վրայերթի համար, այլև դեպքից հեռանալու, եթե հաստատվի այդ վարկածը, սակայն էականը դա չէ։ Ինչպես նշեցի, պետք է աղոթենք, որ վիրավորները ողջ մնան։ Մարդկային կյանքից ավելի կարևոր բան չկա, համբերություն մահացած երեխայի ընտանիքին։ Այսքան մարդ կա, ոչինչ կհրեք։ Ահա։ Վերջում Արմավիրի մարզը ցնցած ողբերգական վթարի մասին ուղղակի զարմանում ու զայրանում ես, երբ լսում ես, թե ինչպես են ժամանակին պանդուխտի ճամփեն բռնածները վերադառնալով Հայաստան իրենց դրսևորում, ու միշտ ուզում ես հասկանալ, արդյոք նման նեգատիվ վարքագիծը ընդունել է իրենց նոր երկրում, ճիշտ է, ինչպես ասում են, անգուցյալների հետևից կամ լավ կամ ոչինչ։ Այդուհանդերձ երկու խոսք չեմ կարող չասել։ Շվեդիայից Հայաստան վերադարձած 39-ամյա Կարեն Հարությունյանը չարաբաստիկ փետրվարի 15-ին մի քանի անգամ իր Մերսեդեսով հայտնվել է Արմավիր-Երևան ավտոճանապարհի տեսախցիկների եւ արագաչափերի ուշադրության կենտրոնում, որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ նա 800 մետրը կտրած է եղել ընդամենը 28 վայրկյանում։ Դե հիմա պատկերացրեք, որ նման արագությամբ դուրս գա հանդիպակաց երթևեկելի գոտի ու հարվածի մեքենաներին ինչ կլինի։ Դեպի Երևան էր գնում, հենց տեղուց անցավ, խփեց Գայի ավտոին, իմ դրան էլ է գպե ինքը։ Պլյուս դրան Գայի ավտոին երևի այն արագությամբ խփեց, որ հետ բերեց Գայի ավտոին։ Գայի ավտոին։ Հա, ինքը չկայնավ, ես տեսա ինքը ոնց է ասում։ Բախումը մի քիչ առաջ է եղել, մի 5 մետր երևի չկա։ Այն դեն այն շուշեկը թափած է։ Ու ինքը գնաց, ես տեսա ինքը կողով ոնց անցավ։ Ու Գայի մեքենան իմ ավտոին։ Ասես ստեղ խփելն ու հանգելը մեկը լավ մեզ իրար։ Իսկ մեքենաները ոստիկանական Toyota Corolla-ն էր եւ Արմավիրի մարզատեխնիկական դպրոցի 07-ը։ Մերսեդեսի վարորդն ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի աշխատակից 49-ամյա Կնյազ Հովհաննիսյանը, ով եղել է ոստիկանական Toyota-ի ղեկին, տեղում մահանում են։ Տեսնելով, թե ինչ օրն է ընկել Մերսեդեսը, դժվար չէ պատկերացնել, որ վարորդի դին մեքենայից ինչ դժվարությամբ փրկարանները դուրս բերեցին, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Надо прожекторы. Турет прожекторы тут. Գազոնով պես տոփեն, գազոնով կոնկրետ Մեր տեղեկություններով Մերսեդեսի վարորդի դին հարազատների խնդրանքով տեղափոխվել է Շվեդիա, իսկ ողջ Արմավիրը 2 օր ցնցած վթարից մահացած ճանապարհային ոստիկանին հուղարկավորման արարողությունը ուղեկցվեց սպային վայել արարողություններով։ Այդուհանդերձ մահացած ճանապարհային ոստիկանի հարազատներն ու բարեկամները, մտերիմները իրենց շնորհակալությունն էին հայտնում Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, թաղմանը ներկա փոխ ոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին, երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանին, գոտեպնդման եւ այդ ծանր պահին թեւ ու տիկունք լինելու համար, ինչեւ թող ներկայացված կադրերը բոլորին դաս լինի, թե ինչի կարող է հանգեցնել արագության գերազանցումը։ Զգոն եղեք։ Ձայնի միմով ես արդել կարդացել, ձայնով առաստված և նայեցավ արես։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։